Թիմը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G ցանցը։ Հայաստանում դեռևս 30 տարի առաջ գործարկված 2G ցանցն այլևս չի համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին և Թիմ Տելեկոմ Արմենիան նոյեմբերի 15-ից այն փոխարինելու է ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով։ Իրականում սա ոչ թե միայն անջատում է, այլ մի շարք ռազմավարական փոփոխություններ և մեր երկրի և կապի ոլորտում, որովհետև 2G ցանցի օգտագործած այն ռեսուրսները, որ այսօր օգտագործում են ռադիոհաճախականային, էլեկտրոէներգիայի, տարածքային և մի շարք այլ ռեսուրսներ և մարդկային ռեսուրսը, որը սպասարկում է այդ ցանցը, ամբողջությամբ անջատումից հետո փոխակերպվելու է 4G և 5G տեխնոլոգիաների մեջ։ 2G անջատման արդյունքում ընկերության 1000-ից ավելի բազային կայանները կաշխատեն բացառապես արդի տեխնոլոգիաներով, իսկ ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան շատ կարճ ժամանակում էապես ընդլայնել 4G և 5G ծածկույթը։ Այն արդեն իսկ հասանելի է Երևանում և Գյումրիում։ Կարծում եմ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում և այն ռադիոհաճախականային տիրույթը, որը օգտագործում էր 2G-ին, 4G-ում և 5G-ում գրեթե 150 անգամ ավելի էֆեկտիվ օգտագործում են ապահովելու և ամենակարևոր կտորներից մեկը դա մեր անվտանգության կտորն է։ Մենք գիտենք, որ անվտանգային տեսանկյունից անվտանգ կապի ծառայություններ ստանալը շատ կարևոր է, ավելի կարևորվում է տարեց տարի։ Շատ բաժանորդներ չգիտակցելով դա օգտագործում են 2G հեռախոսներ, որոնք շատ խոցելի են, շատ հեշտ հասանելի են և մի շարք խնդիրներ են առաջացնում անվտանգային տիրույթում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ընկերության այս քայլը անվտանգության տեսանկյունից կարևոր է համարում։ 2G-ն երբ որ զարգացել է, այդ ժամանակ անվտանգության հարցերը բացարձակ ոչ ոքի չէր հետաքրքրում, այն ժամանակ հակերները դեռ շատ փոքր էին, քիչ էին, մարդկանց չէին զզվացնում, պետությունները իրար չէին լրտեսում այս ենթակառուցվածքների միջոցով, օգտվողները շատ քիչ էին։ Կարճ ասած 2G կապը անվտանգության տեսանկյունից բացարձակ ոչ մի մեջը տար չունի, ոնց որ բաց կապով սարից սար գոռալով խոսաս։ Ծառայությունների անխափան հասանելիությունն ապահովելու նպատակով Թիմ Տելեկոմ Արմենիան այն բաժանորդներին, որոնք վերջին 3 ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն կընձեռի ստանալ նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Իսկ 2G սարքավորումները տեղ կգտնեն կապի թանգարանում։ Այստեղ վերջին տարիներին նոր կապի նմուշներ չէին ավելացվել։